Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ, էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը դատաիրավական բարեփոխումներում թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Դավիթ Ղարիբյան, Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն, Գենյա Պետրոսյան իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն եւ Միհրան Բուլղադարյան Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց եւ համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացմանը։ Պարոն Ղարիբյան, քննարկումը սկսենք ձեզանից, նախ կխնդրեմ ներկայացնեք, որներ անհրաժեշտությունը այսպիսի փոփոխություններ իրականացնելու եւ արդյոք փոփոխությունների ընթացքում այդ փոփոխությունները մշակելիս որոշակի քննարկումներ իրականացվել են հասարակական կազմակերպությունների հետ, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ բանավեճին հրավիրելու համար եւ նաեւ հնարավորություն ընձեռելու համար այս հարթակը եւս օգտագործելով նախագիծը ավելի լայն քննարկման ներկայացնելու հետ կապված փորձեմ շատ կարճ ներկայացնեմ նախագիծը, որպեսզի նաեւ բավարար ժամանակ մնա առանձին հարցերով քննարկումներ ծավալելու համար։ Հիմնական երկու ուղղություն է, որ այս նախագծով կարգավորվում է, երկուսն էլ վերաբերում են դատավորների էթիկա եւ կարգապահական հարցերին։ Առաջին դեպքում մենք որոշակի բարեփոխումներ ենք նախատեսում արդեն իսկ գործող էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի շրջանակում տարբեր ասպեկտներով, թե անձանց ներգրավվածության մասով, թե նաեւ ներքին ընթացակարգերի մասով, իսկ երկրորդ մասով արդեն փոփոխությունները եւ ավելի շատ լրացումները նախատեսվում են նոր խորհրդատվական մարմնի ձևավորման տեսքով, դա դատավորների էթիկա եւ կարգապահական հարցերով խորհրդատվական, այսպես կոչված հանձնաժողովի ձևավորումն է, որը կարեւոր նշանակություն կարող է ունենալ հատկապես այն մասով, որ իր կարծիքները թեւներն են խորհրդատվական բնույթի, սակայն սա հնարավորություն է նախատեսելու հենց պրակտիկան ավելի զարգացնել այս հարցերով, ինչու, որովհետեւ դատավորները այսօր այդ հնարավորություն կունենան դիմելու խորհրդատվական հանձնաժողովին եւ ստանալու կոնկրետ առանձին դեպքերով եզրակացություններ այն մասին, թե այս կամ այն գործողությունը կամ այս կամ այն գործությունը իրենց կողմից արդյոք կարող է որակվել էթիկայի կամ կարգապահության խախտում։ Սա բնականաբար դրական ազդեցություն կունենա, որպեսզի հենց համակարգը ինքն իր ներսում փորձի ավելի վաղ փուլերում կանխորոշել եւ նաեւ պրակտիկ լուծումներ տալ այս հարցերին։ Իսկ ներողություն ովքեր են ընդգրկվելու խորհրդատվական հանձնաժողովում։ Շնորհակալություն։ Խորհրդատվական հանձնաժողովում, ինչպես եւ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում է նախատեսում ենք, որպեսզի ներառական լինի, այսինքն մենք այս բանի նախագծով նախատեսած ունենք 5 անդամ, որոնցից 3-ը կնշանակվեն դատական համակարգից, իսկ 2-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Եվ նաեւ անդրադառնալով նախին հարցադրմանը, թե արդյոք քննարկումներ եղել են եւ ինչ ծավալով են դրանք իրականացվել, նախ մի կարեւոր շեշտադրում անեմ, որ հենց այն հարցում, որ այս նախագիծը կյանքի է կոչվել եւ որպես նախագիծ այսօր մենք հնարավորություն ունենք այն քննարկել, բավականին մեծ ներդրում ունեն հենց քաղաքասարակության մեր գործընկերները եւ նաեւ այստեղ ներկա մեր գործընկերները, որոնց շնորհիվ որ այս նախագիծը քննարկվել է, բայց բնականաբար դրանից զատ կազմակերպվել են ձևաչափերով տարբեր այլ քննարկումներ եւս դեմարդեմ, բնականաբար իդրաֆտ հարթակի քննարկումները ու նախագիծը հետաքրքիր է ինչքանով, որ կարելի ասել, սա երկու ձևաչափով քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից եւս, այսինքն նախնական հայեցակարգի փուլում մեկ քննարկում եղվել է եւ հենց այս նախագիծը նույնպես որպես արդեն իրավական ակտի նախագիծ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է եւ բնականաբար Վենետիկի հանձնաժողովի արժեքավոր դիտարկումները փորձել ենք նախագծում հնարավորինս նույնպես ներառել ու բնականաբար սա նույնպես ձևաչափ է, որտեղ մենք կքննարկենք եւ այն կարծիքները, որոնք որ ստացվել են նախագծի վերաբերյալ, դրանք նույնպես ամփոփման ժամանակ հաշվի առնվելու են։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Պետրոսյան, նախ որ կարգավորումներն են, որ համարում եք խնդրահարույց, ինչու եք համարում խնդրահարույց եւ անդրադառնալով նաեւ խորհրդատվական հանձնաժողովին, հա, ինչպես կգնահատեք։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ ասեմ, որ մենք մի քանի դիտարկումներ
հիմնական ունենք նախագծի վերաբերյալ, որոշները դրանցից վերաբերում են անգամ գործող կարգավորումներին, այսինքն գուցեև անմիջականային նախագծի սահմանված կարգավորման հետ առնչություն չունեն, սակայն քանի որ վերանայվում է այս ամբողջ կարգապահական բարույթներին առնչվող կարգավորումների հատվածը, հնարավորություն նաև հասցեագրելու այն խնդիրները, որ այսօր արդեն ես գործող օրենսգրքում առկա են։ Հիմնական խնդիրները, որ մենք արձանագրել ենք, դա վերաբերում է էթիկա եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ընտրության կարգին, այս պահեդրությամբ թե գործող օրենսգրքով եւ թե նախագծով ըստ էության ոչ դատավոր անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, այսինքն դատավորները ընտրում են թե դատավոր անդամներին հանձնաժողովի կազմում ընդգրկված եւ թե ոչ դատավոր անդամներ, ըստ էության ամբողջ կազմը հանձնաժողովի ձևավորվում է դատավորների կողմից, Կխնդրեմ ներկայացնեք ինչ ռիսկեր է սա իր մեջ ընդգրկում եւ ինչ եք դուք առաջարկում։ Մենք իհարկե այստեղ շատ լուրջ ռիսկեր տեսնում ենք եւ մեր մտահոգությունները եւ առաջարկները նաեւ հիմնավորվում են միջազգային լավագույն փորձով եւ չափանիշներով, Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ կարծիքներով, որոնք հանգում են նրան, որ կորպորատիվիզմի, դատական կորպորատիվիզմի ռիսկերը կանխարգելելու եւ նվազեցնելու եւ միաժամանակ այդ հավասարակշռումը մի կողմից հանձնաժողովի ուրեմն անկախությունը ապահովելու, մյուս կողմից թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը եւ վերահսկողությունը ապահովելու նպատակով պետք է լինի հավասարակշռված կազմ հանձնաժողովի ներսում եւ այդ հավասարակշռումը ոչ միայն ենթադրում է դատավոր անդամների եւ ոչ դատավոր անդամների ներկայությունը, այլ նաեւ դրանց ընտրության կարգի տարբերակում, այսինքն դատավոր անդամները բնականաբար պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ ոչ դատավոր անդամները ընտրությունը պետք է վերապահվի այլ անկախ մանի, դա կարող է լինել անկախ մասնագիտական հանձնաժողով, որոշ դեպքերում տեսնում ենք, որ նաեւ խորհրդարանը կարող է այդ ընտրությանը մասնակցել։ Այստեղ առանցքայինը մեզ համար այն է, որ չձևավորվի այս հանձնաժողովը ամբողջությամբ ըստ էության դատավորների կողմից ընտրված դատավորների կամ այլ ներկայացուցիչների միջոցով։ Եվս մեկ հարց, դուք իհարկե ձեր խոսքում նշեցիք միջազգային պրակտիկան, իսկ ինչ է հուշում այս առումով հայաստանյան պրակտիկան, ինչ ռիսկեր ենք տեսնում։ Մենք տեսնում ենք բնականաբար ռիսկեր հենց հայաստանյան պրակտիկայից եւ իդեպ նշեմ, որ այդ ռիսկերի մասին խոսք կա թե հայցակարգի էթիկայի հանձնաժողովի ուրեմն բարեփոխման հայցակարգի հիմնավորման մեջ, թե այս նախագծի հիմնավորման մեջ, որտեղ հստակ երևում է, որ կա այն մտավախությունը եւ հստակ ռիսկը նաեւ հաշվի առնելով այն փորձը, որը ունեցել ենք նախկինում ոչ դատավորների ընտրության փուլերում, որ ըստ էության դատավորները շատ անգամ գուցե հակված լինեն ընտրելու ոչ թե օբյեկտիվ, սկզբունքային, տարբեր որևէ շահերը սպասարկելու ոչ պատրաստ, անկախ մասնագետների, այլ ավելի լոյալ գուցե ինչ որտեղ այսպես կոմպրոմիսի գնացող անձանց որպես համատավсан հանձնաժողովի անդամներ եւ այս նախագծի հիմնավորման մեջ անգամ մենք տեսնում ենք հիմնավորում առայն որ այս դատավորների ոչ դատավոր անդամների կազմի ավելացումը, թվականակի ավելացումը, այս ռեսուրսների ծախսումը, հավելյալ հանրային ռեսուրսների ծախսումը կարող է արդյունավետ չլինել, եթե մենք ըստ էության տեսնում ենք, որ ամբողջությամբ դատավորների կողմից է ձևավորում տվյալ հանձնաժողով, այսինքն ռիսկերը այս մասով դատավորների ընդհանուր ժողովի կողմից ամբողջությամբ ձևավորման առկա է նաև հայցակարգի հիմնավորման մեջ եւ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը այս մասով նշում ուներ, արձանագրում ուներ, որ չնայած որ հիմնավորման մեջ արձանագրվում են ռիսկեր այն մասով, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ոչ դատավորների ընտրությունը կարող է իր հետ բերել բավականին կորպորատիվիզմի դրսևորման ռիսկեր, այնուամենայնիվ պահպանվել է նույն կարգավորումը եւ այս ժողովն է ընտրում նաեւ ոչ դատավոր անդամներին։ Շատ լավ, մյուս խնդրահարույց կետերին իհարկե կանդրադառնանք, բայց պարոն Բադարյան, կխնդրեմ ներկայացնեք այսպես որպես առանձին կետ նշվում է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հստակեցման անհրաժեշտություն։ Սա ինչ ռիսկեր են ի հայտ եկել, պրակտիկայի ընթացքում եւ ինչով է պայմանավորված այսպիսի առաջարկը, խնդրեմ։ Նախ ողջունում եմ բոլորին, շնորհակալություն քննարկումը կազմակերպելու համար։ Այս մասով ՀԿ-ների կողմից ներկայացված հիմնական դիրքորոշումը այն է, որ պետք է որոշակի հստակեցում մտցվի, որովհետև թե միջազգային փորձը, թե պատասխան միջազգային կառույցների հետ Վենետիկի հանձնաժողովի հետ դատավորների միջազգային եւ եվրոպական միության կարծիքները հանգում են նրան, որ դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը պետք է լինեն մաքսիմում հստակ եւ պետք է կարգավորված լինեն օրենքով։
Այսօր մեր իրավական կարգավորումներում իհարկե դատական օրենսգրքի 142-րդ հոդվածում կա հստակ կետ, որը նշում է, որ դատավորների կարգապահական պատասխանը դատավորին դատական ակտի փաստական հանգամանքների կամ իրավական հանգամանքների հետ կապված չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել, եթե չի կարող պատասխանատվության ենթարկվել, բայց մեր կարծիքով այստեղ պետք է ավելի հստակեցում կատարվի, պետք է նշվի, որ դա չի կարող պատասխանատվության ենթարկվել բացառությամբ, եթե առկա է կոպիտ անփութություն կամ դիտավորություն։ Իհարկե, այս մասով պրակտիկայում Բարձրագույն դատական խորհուրդը փորձել է որոշակի կարգավորումներ տալ, այսինքն այդ մասը սահմանել, պրակտիկան տանել դրան, բայց այնուամենայնիվ պրակտիկայում էլ մենք այստեղ իմ կարծիքով որոշակի խնդիր ունենք այն մասով, որ հաճախ այս մասը կարող է պրակտիկայում եղել են դեպքեր, երբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշ դեպքերում քննարկվում է կոնկրետ դատական ակտը, այսինքն անում է Բարձրագույն դատական խորհրդային, ինչը որ պետք է արվի վերադաս դատարանի կողմից ու իրավապահ մարմինների հետ մոտ դեպքը դրսում, հատկապես քրեական վարույթներում, որ դատախազությունը կամ քննչական կոմիտեն, այսինքն վարույթ իրականացնող մարմնի կողմից ակտը չի բողոքարկում եւ այդ հարցին անդրադարձ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակներում դրա համար մեր դիրքորոշումը հանգում է նրան, որ պետք է հնարավորինս այս մասով օրենքում կարգավորումը հստակեցվի, ինչպես նաև ամեն դեպքում պրակտիկայում էլ պետք է ամեն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որպես կարգապահական վարույթները քննող մարմին եւ նախարարությունն էլ եւ մյուս մարմինն էլ էթիկայի հանձնաժողովն էլ որպես այդ վարույթը հարուցելու լիազորություն ունեցող մարմիններ պետք է ամեն դեպքում իրենց պրակտիկան ինչ որ առումով հստակեցում տան, որպեսզի այս իրավական, այսպես ասած, կազուսին շատ չհանգենք, որ այս մասով պետք է հիշել նաև ու կարող եմ կոչել նաև սահմանադրական դատանի որոշում, որ նշել է դեռևս 2008 թվականի որոշում կա սահմանադրական դատանի, որը որ նշում է, որ ամեն դեպքում վերադասակ բողոքարկումը դատավորների վճիռների դա դատական իշխանության անկախության կարևորագույն սկզբունքներից մեկն է եւ ամեն դեպքում գնահատելով Բարձրագույն դատական խորհրդի դերը պետք է ամեն դեպքում լինի հստակ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվող որոշումները եւ պրակտիկան ու դա պետք է լինի օրենքով հստակ կարգավորված։ Այս մասով ամեն հիմնական խնդիրը սա է այլ հարցերը երևի շատ լավ։ Մինչ մյուս խնդրահարույց կետերին անդրադառնալը կխնդրեմ պարոն Ղարաբյան անդրադառնաք այս երկու կետեր, մասնավորապես հիշեցնեմ, ոչ դատավոր անդամների ընտրության կարգին եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հստակեցման անհրաժեշտությանը։ Շնորհակալություն, շնորհակալ եմ շատ արժեքավոր դիտարկումների համար։ Փորձեմ մի քայլ հետ գնալ, որպեսզի հասկանանք, թե ի սկզբանե անհրաժեշտությունը որտեղից եկավ ու նաև դրա շրջանակում որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնեմ։ Տեսեք, ինչպիսի իրողություն մենք ունենք ներկայումս էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում մինչ օրենքի փոփոխությունների ընդունումը։ Ունենք 8 անդամ, որոնցից 6-ը դատավոր անդամներ են, 2-ը ոչ դատավոր անդամներ։ Ու միևնույն ժամանակ մենք ունենք նաև կարգապահական գործեր հարուցող մեկ այլ մարմին, դա արդարադատության նախարարն է, որոշակի բացառիկ դեպքերով նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ինչ է իրական տեղի ունենում, երբ որ մենք նայում ենք այս վիճակագրությանը, որ հիմնականում այս լիազորությունից օգտվող մարմին որպես հանդես է գալիս արդարադատության նախարարը։ Եթե մենք նայենք թվերով, օրինակ նախորդ տարվա ընթացքում թե էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, թե արդարադատության նախարարը ստացել են առանձին 500-ից ավելի դիմումներ, որպեսզի նախաձեռնվեն են վարույթներ, սակայն երբ որ խոսքը գալիս է նրան, թե դրանցից քանիսի դեպքերով են նախաձեռնվել վարույթները եւ քանիսն են որպես միջնորդություն ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ, մենք այստեղ տեսնում ենք էական տարբերություն։ Արդյունքում մենք ունենք նախորդ տարվա կտրվածքով նախարարի բավարարված 8 միջնորդություն, եթե հիմա հիշողությունս չի դավաճանում, իսկ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դեպքում ընդամենը 1 միջնորդություն է ներկայացվել եւ այն էլ մերժվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Այսինքն այստեղ հենց պրակտիկան ինքնին ցույց է տալիս որոշակի խնդիրներ, որոնք որ պետք է լուծում ստանան էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի զարգացման համատեքստում, որովհետեւ մենք բոլորս էլ գիտենք, որ թե քաղաքական հանձնառությունը, թե նաև իրավական հանձնառությունը տանում է նրան, որ ինչ որ բայց արդարադատության նախարարը պետք է իր այս լիազորությունից հրաժարվի, այսինքն գործադիր մարմինը չպետք է ինչ որ բայց սկսած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող ֆունկցիա իրականացնի։ Հիմնական նպատակը սա էր ի սկզբանե, որ այսինքն այս կետը ընդգրկված է նախագծում, ճիշտ եմ հասկանում, այլևս նախարարին չի տրվում այդ լիազորությունը։
Ոչ, այս կետը դեռևս ընդգրկված չէ, բայց այս կետը իրագործելու համար, կյանքի կոչելու համար նախատեսվեց այն բարեփոխումը, որ ավելացվում է էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը։ Գործող 8 անդամի փոխարեն այժմ նախատեսվում է 11 անդամ, որոնցից 6-ը դատավոր անդամ եւ 5-ը ոչ դատավոր անդամ։ Ընդ որում, սա կարծում եմ նաև համահունչ է Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված մոտեցումներին, նույն օրինակ Մոլդովայի օրինակը, որ նաև մեջբերվել էր մեր գործընկերների կողմից ներկայացված դիտարկումներում, այնտեղ էլ եթե հիշողությունս չի դավաճանում 5 եւ 4 էր, 5 դատավոր անդամ եւ 4 ոչ դատավոր անդամ, ինչպես Մոլդովայի դեպքում, այնպես էլ մեր դեպքում Վենետիկի հանձնաժողովը սա ողջունելի է համարել։ Մենք հենց այս քայլով փորձում ենք առաջին, այսպես կոչված բալանսը համակարգում նախատեսել, որպեսզի հանձնաժողովը սկսի ավելի ակտիվ գործել, որովհետև վստահ ենք, որ նախատեսելով նման հարաբերակցություն անդամների, ավելի ակտիվ գործունեություն կսկսեն տարածել, նաև այսպես կոչված անգլերեն կներեք բառն օգտագործեմ, այն push-ի միջոցով, որ կանեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այս հանձնաժողովի գործունեության շրջանակում։ Բայց եկեք հասկանանք նաև պատասխանող Տիկին Պետրոսյանի հարցադրմանը, թե ինչքանով կարող է այս ամենը աշխատել կամ չաշխատել, եթե բոլոր անդամներին շարունակում է ընտրել դատավորների ընդհանուր ժողովը, այսինքն ընտրությունը կատարվում է հենց դատավորների կողմից։ Ինչպես փաստեցինք, սա կարծում եմ ձեր կողմից էլ ողջունել է, որ անդամների թիվը բարձրացում է, այսինքն սա մեկ լրացուցիչ երաշխիք է, բայց եկեք նայենք, թե այլ ինչ երաշխիքներ են այստեղ փորձում ապահովել, որպեսզի համակարգը ավելի լավ սկսի աշխատել։ Նախ ինչ է կատարում։ Հիմա ոչ դատավոր անդամները ընտրվում են բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան։ Ինչ ենք մենք անում։ Մենք չափանիշները բերում ենք օրենքի մակարդակ, այսինքն թե որ քաղաքացիական հասարակության ինչպիսի ներկայացուցիչներ կարող են ներգրավել այստեղ, այսուհետ այդ չափանիշները սահմանված կլինեն օրենքով, սա լրացուցիչ մեկ երաշխիք է, այսինքն մենք մշտապես կիմանանք, որ կա օրենքով սահմանված չափանիշ, որի հիման վրա այս անդամները հնարավորություն կունենան ներգրավել, ընդ որում նաև ընտրության կարգի հետ կապված որոշակի առանձնահատկություններ հաշվի առնելով։ Հիմա հաջորդ քայլը ինչ տեղի է ունենում, որպեսզի ավելի լավ սկսի համակարգը աշխատել, քվորումի եւ նաև որոշումների կայացման ժամանակ ձայների հարաբերակցությունն է վերանայվում, այսինքն քվորում պահպանելու համար նշում ենք, որ պետք է գոնե 9 անդամը ներկա լինեն, բայց որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, այս դեպքում արդեն ընդհանուր անդամների 1/3-ը, եթե մենք 11-ի 1/3-ը փորձում ենք հաշվենք, մաթեմատիկական վերև կլորացման արդյունքում ունենում ենք 4 անդամ, այսինքն այս պարագայում 5 անդամ, եթե ունենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ընդհանուր նրանցից 4-ի ձայնը բավարար կլինի, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի եւ հարցը քննվի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում։ Սա եւս այն երաշխիքն է, որ կարծում եմ դեպքերի մեծամասնության պարագայում ապահովելու է, որպեսզի կարգապահական վարույթները հարուցվեն եւ քննության ենթակա լինեն։ Շատ լավ։ Տիկին Պետրոսյան, արդյոք ձեզ համար երաշխիք է իսկապես եւ ցանկանայի ամեն դեպքում անդրադառնայի հարաբերակցությունը, հա, արդյոք դա այսպես լիարժեք լուծում է, թե այդուհանդերձ պետք է նախարարի տրված լիազորությունները նվազեցվեն կամ Շնորհակալություն։ Տեսեք, իրական իհարկե մի շարք կարգավորումներ կան այս նախագծում, որոնք շատ ողջունել են, հաշվի առնելով, որ նաև քաղաքացիական հասարակությունն է բավական երկար ժամանակ ջատագովել, որպեսզի ոչ դատավոր անդամների թիվը բարձրանա, ուրեմն հանձնաժողովի կազմում, որպեսզի հնարավոր լինի ավելի քիչ ձայների քանակով հասնել կարգապահական վարույթի հարուցմանը եւ այլն։ Բայց այստեղ թեև այդ փորձերը կան եւ իսկապես բավական դրական են կարգավորումները, լիարժեք չեն լուծումները տրված այնքանով, որ դրանք իրականում շրջանցելու բավականին հեշտ հնարավորություններ եւս թողնված են։ Մասնավորապես տեսեք 4 անդամի ձայնով, այո, ճիշտ նշվեց, հնարավոր է կարգապահական վարույթի հարուցման հասնել, հա, բայց հարուցումը դեռ բավարար չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դատարան դիմելու, բարձրագույն դատական խորհուրդ դիմելու որոշում կայացնելու համար, այսինքն վարույթը կարող է հանձնաժողովում հարուցվել, այնուհետև կարճվել եւ այդպես էլ չհասնել բարձրագույն դատական խորհուրդ, հա, բայց իմաստը այս ամբողջ բարեփոխման հենց այն էր, որ պեսի նաև քաղաքացիական հասարակության անդամները հնարավորություն ունենան իմաստալից մասնակցություն ունենալու տվյալ հանձնաժողովում եւ ասենք դատավորների թիվը միևնույն է հանձնաժողովում մեծամասնությունն է մնում եւ այս մեծամասնության փաստի ուժով չպետք է լինի իրավիճակ, որ իրենց մասնակցությունը քաղաք հասարակությանը բացարձակ անարդյունավետ լինի, այսինքն եթե 6 դատավորն են մեծամասնությունը եւ որոշումը միևնույն է բարձրագույն դատական խորհուրդ դիմելու համար անհրաժեշտ է 6 ձայն ըստ այս կարգավորման
Ստացվում է, որ նույնիսկ 5 ոչ դատավոր անդամները հնարավորություն չեն ունենա հասնելու միջնորդությունը հասնելու բարձրագույն դատական խորհուրդ եւ հասնելու զուտ քննությանը կարգապահական գործի, հա, ի վերջո դա չի երաշխավորում դատարանը բարձրագույն դատական խորհուրդը կներեք կենթարկի դատավորին պատասխանատվության։ Դա պետք է որոշի բարձրագույն դատական խորհուրդը, սակայն այնտեղ կա ավելի թափանցիկության եւ հանրային վերահսկողության շատ ավելի լայն երաշխիքներ դրամպատության, հրապարակայնության, որոշումների հրապարակայնության տեսանկյունից։ Այսինքն առաջարկում եք շեմի իջեցնել, թե ավելի ուժեղացնել։ Մենք առաջարկում ենք, որ այս շեմը, որը նախատեսվել է կարգապահական վարույթի հարուցման համար, նաև գործի բարձրագույն դատական խորհուրդ կարգապահական պատասխանատվության դիմելու միջնորդություն ներկայացնելու որոշում կայացնելու համար, որովհետև այս վարույթ հարուցելու որոշումը այնուհետև կարող է ավելի հաջորդ փուլում ուղղակի նորից չեղարկվել, կարճվել վարույթը ավելի մեծ քանակով ուրեմն ձայների միջոցով, այսինքն տվյալ դեպքում նույնիսկ դատավորների ձայների մեծամասնությամբ կարող է կայացվել կարճման որոշում եւ ըստ էության արդյունավետ չլինի մեզ համար այս զուտ վարույթի հարուցմանը հասնելը, բայց բարձրագույն դատական խորհուրդը այդպես էլ հարցը չհասցնել։ Ինչ վերաբերում է քանակի բարձրացմանը, իհարկե շատ արդյունավետ է, բայց հաշվի առնելով այն, որ նաև հանրային ռեսուրսը պետությունը ստեցան ծախսում այս ռեֆորմի վրա 3 անդամով ավելացում են ոչ դատավոր անդամների թիվը, բնականաբար լիարժեք կլինի այս լուծումը այն պարագայում միայն, եթե այս ոչ դատավոր անդամներին ընտրեն ոչ թե դատավորները, այլ անկախ մասնագիտական հանձնաժողով կամ մարմին։ Եվ դա ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ նոր ձևավորվող նկատի ունեք էթիկա եւ կարգապահական հանձնաժողովի այս համալրվող, հա, որտեվ ընդունումից հետո պետք է համալրվի եւ նոր ոչ դատավոր անդամներ ընտրվեն։ Այստեղ կցանկանայի նաեւ շեշտել Վենետիկի հանձնաժողովի այն շատ հստակ դիրքորոշումը, որը մի քանի երկրների կարծիքներում արտահայտվել է, առայն որ Վենետիկի հանձնաժողովը երբևէ կողմ չի եղել այնպիսի համակարգերի, որտեղ ամբողջությամբ այս հանձնաժողովները ձևավորվում են դատավորների կողմից։ Եվ նաև հստակ նշվել է, որ սա ըստ էության զրկում է տվյալ հանձնաժողովների ժողովրդավարական լեգիտիմությունից եւ սա դիտարկվում է այնպես, որ կարգապահական վարույթը դատավորի զուտ դատավորների կողմից, հա, որոշման ենթակա մի հարցի տիրույթում է գտնվում, մինչդեռ այս հարցերը ոչ թե զուտ դատավոր անդամների շահերի հետ առնչվող հարցեր, այլ հանրային շահի պաշտպանության առնչվող հարցեր են եւ տվյալ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը անմիջականորեն հանգեցնում է քաղաքացիների վստահության բարձրացմանը արդարադատության նկատմամբ։ Հետևաբար պետք է արդյունավետ հակակշռվեն հանձնաժողովի դատավոր անդամները քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվող ոչ դատավոր անդամները։ Եթե կա արձագանք, պարոն Ղարաբյան, այս առնչությամբ շատ լավ։ Այս մասով ըստ էության շատ Տիկին Պետրոսյանի հետ մեծ համաձայն է, որովհետև համատեղ գերս կարծիք է ամեն դեպքում գտնում ենք, որ պետք է շեմը պահպանվի, որովհետև միանշանակ է այստեղ գործը համամասնությունը ամեն դեպքում, եթե մաթեմատիկորեն էլ հաշվում ենք 5-6 անդամի դեպքում, միևնույնն է կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ միևնույնն է դատավորները մեծամասնություն կազմեն որոշումների կայացման ժամանակ։ Դրա համար այս կարգավորումը մենք ներառել ենք այս փոփոխության կարծիքը ներառել ենք այս փաստաթղթի մեջ։ Դրա այս մասով որպես այսքան մեր դիրքորոշումը։ Շատ լավ։ Շնորհակալություն, կխնդրեմ արձագանքեք այս կետին, այնուհետև անդրադառնանք հաջորդ։ Ես ուղղակի խնդրում տպավորություն չստեղծի, որ ես փորձում եմ ձեզ հակադարձել, այլ նաև ձևաչափը հաշվի առնելով փորձում եմ արգումենտ, կոնտրարգումենտ, այսպես ասած ձևաչափով հնարավորինս վերհանել խնդիրներ կամ լուծումներ տարբերակով։ Հիմա մի այսպիսի ցավոք իհարկե այսօր դատական իշխանության ներկայացուցիչները ներկա չեն, բայց կարծում եմ նրանք նույնպես կփաստեն, որ պետք չէ այն մոտեցումը որդեգրել, որ բոլոր դատավոր անդամները ինչ որ շահերով սահմանափակված են լինելու եւ մշտապես կայացնելու են իշահ կորպորատիվիզմի որոշումներ։ Մենք ինքներս էլ գիտենք, որ բավականին դրական զարգացումներ են տեղի ունեցել դատական համակարգում եւ դատական համակարգի անկախությունն ու անաչառությունը այսօր շատ միջազգային զեկույցներում նույնպես տարբեր առիթներով փաստվում է։ Դրա համար ես օրինակ չէի շարժվի այն դիրքերից, որ եթե 6 դատավոր անդամ են, ապա 6-ն էլ միշտ միազայն նույն բանն են քննարկելու, ընդ որում դա լինելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմանը դեմ, բայց փորձեմ պատասխանեմ այն հարցերին, թե ինչու է նախատեսվել
նիստին ոչ թե նիստին ներկա անդամների, այլ ընդհանուր անդամների 1/3-ի չափով համամասնություն եւ խոսքը վերաբերվում է բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելուն։ Հիմնական երկու տրամաբանություն է այստեղ դրված։ Առաջինը դա այն է, որ ամեն դեպքում մենք գործ ունենք կոլեգիալ մարմնի հետ եւ բնականաբար հանրային բարձր կարեւորության որոշում է այստեղ կայացվելու, այդ հանգամանքով պայմանավորված կարծում ենք, որ ավելի նպատակահարմար կլիներ, երբ որ ավելի երաշխիք ապահովող ձայների քանակով հնարավոր լինել միջնորդությունը ներկայացնել բարձրագույն դատական խորհրդի քննարկմանը։ Բացի այդ, եթե մենք տեսականորեն եւ պրակտիկորեն երկու փուլի ենք բաժանում այստեղ ճակերտավոր կոչված վարույթը, այսինքն ունենք հարուցման փուլ եւ միջնորդության ներկայացման փուլ, բնականաբար ավելի դրական կլինի, որ հարուցելու, այսինքն գործը քննելու հնարավորություն ընձեռելու փուլում մենք ավելի քիչ ձայներով կարողանանք այս հնարավորությունը նախատեսել, բայց հենց բուն գործը քննելու փուլում ավելի մեծ ձայների հարաբերակցություն լինի, որպեսզի նաև մյուս կողմից ինչ որ դատավորի երաշխիքները, չէ՞ որ նրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է քննարկվում, ավելի պաշտպանված լինեն։ Ու ընդ որում այստեղ մի փոքր նաև միջազգային պրակտիկային անդրադարձ կատարելով եւ հատկապես Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին սկսենք հենց այս նախագծի վերաբերյալ տրված դիրքորոշումից, բնականաբար որոշակի հանգամանքներ բարձրաձայնելով հանդերձ Վենետիկի հանձնաժողովը այս կառուցակարգը ինքնին ողջունելի համարել է, այսինքն սա դրական քայլ, որպես այդպեսին դիտարկել է նաև Վենետիկի հանձնաժողովը, եւ մենք էլ այն համոզմանում ենք, որ սա իր դրական պտուղները կտա, ինչը մենք երևի թե կկարողանանք տեսնել, եթե ոչ այս տարվա հաշվետվություններում, ապա մյուս տարվա հաշվետվություններում բնականաբար թվերի աճը ակնկալելի է, որովհետեւ համ արդեն նոր կազմող հանձնաժողովը լիարժեք գործելուց կլինի, համ նաև դրա գործունեության արդյունքում մենք արդյունքները կտեսնենք, այսինքն վարույթների հարուցում եւ դրանց հիման վրա բարձրագույն դատական խորհրդին միջնորդությունների ներկայացում, բայց այս հանգամանքները հաշվի առնելով եւ նաեւ այն, որ մենք օրենսդրորեն սահմանում ենք պահանջ, որ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է հաշվետու լինի, այսինքն պետք է հրապարակվեն կոնկրետ տվյալներ պարունակող զեկույցներ, ներառյալ թե որոշ դեպքերում ինչ հիմքերով է վարույթը հարուցվել, ինչ հիմնավորումներով է կամ պատճառաբանություններով է դա մերժվել կամ միջնորդությունը ինչպես է մերժվել եւ այլն, սա բավականին լուրջ վերահսկողական մեխանիզմ կլինի, որպեսզի մենք հասկանանք արդյոք աշխատում է այս մեխանիզմը թե ոչ։ Եվ բնականաբար, եթե խնդիրներ լինեն, դա ազդակ կլինի նաև հաշվի առնելով արդեն այդ հաշվետվությունները, ձեր մոնիտորինգների քաղաքացիական հասարակության մասին է խոսքը, քաղաքացիական ներկայացուցիչների մոնիտորինգների արդյունքները, որպեսզի լրացուցիչ եւս այստեղ այլ փոփոխություններ նախատեսվեն։ Տիկին Պետրոսյան, արդյոք բավարար կլինի վերահսկողության առումով թափանցիկության։ Նորից նշեմ, որ հրապարակվող զեկույցների մասին եթե խոսքը գնում պրակտիկայի վերաբերյալ, իհարկե նորից քայլ առաջ է եղած կարգավորումների համեմատ, բայց մեր պատկերացմամբ նորից սա լիարժեք լուծման չի հանգեցնի, այնքանով որքանով հանձնաժողովի հայցողությանն է թողնված կոնկրետ շրջանակը որոշվել, պահանջները որոշվել տվյալ զեկույցին առաջադրվող, մասնավորապես որքան ընդհանրական պետք է լինեն այդ հիմքերը եւ հիմնավորումները նկարագրված վարույթների հարուցման, կարճման հետ կապված հատկապես, այսինքն այն մասերով, որոնք որ հրապարակային չեն եւ հարակությունը չունի հասանելիություն։ Եթե դրանք ուղղակի ընդհանրապես ձևակերպված լինեն, օրինակ, որ չի հարուցվել, որտեվ խախտումը դիտարկվել է նվազ կարևորության կամ ժամկետն է լրացել կամ նման մի կարգավորում, սա որևէ ավելացված արժեք մեզ համար չի ունենա, որովհետեւ կանխատեսելիությունը տվյալ մամնի ապահովելու համար անհրաժեշտ է փաստակազմերի հետ համադրված վերլուծություն տեսնել, այսինքն տեսնել, թե որ նորից ընդհանուր ձևով ներկայացված խախտման փաստակազմի պարագայում առանց մատնանշելու որևէ դատավորի անուն, գործին մասնակցող անձի անուն, որևէ գործի անուն, տեսնել, թե տվյալ փաստակազմի պարագայում արդյոք հանձնաժողովը տեսնում է կարգապահական խախտման հիմքեր թե ոչ եւ որ դեպքում է որ չի տեսնում եւ սա նաեւ հնարավորություն կտա այդ որոշակի նախադեպային կանխատեսելիության ապահովման, այսինքն հանձնաժողովը նաեւ դրանով կաշկանդված կլինի հետագայում նույն կերպ վարվելու տարբեր դատավորների կողմից նմանատիպ խախտումների կատարման դեպքում եւ տեսեք մենք եթե խոսում ենք թե ինչու ենք մենք ուզում այսքան բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը եւ իմաստալից մասնակցությունը տվյալ հանձնաժողովի
հանձնաժողովում, սա նույնիսկ գայս է մեր գործնական փորձից, ինչպես նոր իրավացի օրեն այո դուք նշեցիք, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ճնշող մեծամասնության դեպքում հանձնաժողով ներկայացված հաղորդումները մերժվում են։ Եվ սա արդեն առաջին տարին չտարեց տարի մենք նույն վիճակագրական տվյալներն ունենք։ Մենք ունենք 2013 թվականի Մարդահյունքների պաշտպանի զեկույցը արդարադատականության իրավունքի վերաբերյալ, որտեղ որ շատ մանրամասն վերլուծված է այն ժամանակվա համապատասխան կարգապահական հարցերով զբաղվող մարմնի ուրեմն պրակտիկան եւ ցույց է տրված, թե ինչպես է կիրառվում երկակի ստանդարտ տվյալ մարմնի կողմից, այսինքն նմանատիպ կամ նույնական խախտումների պարագայում մի դեպքում կարող է հարուցվել վարույթը, մի դեպքում մերժվել, հա, եւ երբևէ հասարակությունը չի իմանա այդ մասին, թե որքան դեպքերում է, որ նույն խախտումը, որի համար տվյալ դատավորը ենթարկվեց պատասխանատվության, մյուս դատավորներից չենթարկվեցին եւ ընդհանրապես մենք այդ մասին որևէ ինֆորմացիա չստացանք։ Հենց այս նպատակով է, որ մենք փորձում ենք քաղաքացիական հասարակության դերը հասնել ընդամենը այնքանի, որ եթե այդ կազմը ամբողջությամբ գտնում է, որ կա կարգապահական բարույթի հարուցման հիմքեր եւ վարչագույն դատական խորհուրդ դիմելու հիմքեր, այդ միջնորդությունը ներկայացվի։ Ի վերջո դա չի նշանակում, որ այդ միջնորդությունը բավարարվելու է։ Սա ընդհանրապես բարձրագույն դատական խորհրդի քննությանը հարցը հասցնելու հնարավորություն է։ Բարձրագույն դատական խորհուրդն է իրավասու վերջնական որոշելու դատավորի թույլ է տվել կարգապահական խախտում թե ոչ։ Ուղղակի այստեղ, քանի որ կան նաև հանրային վերահսկողության ավելի լայն երաշխիքներ, մենք այստեղ այդքան մտահոգություն եւ ռիսկեր չենք տեսնում։ Ավելի շատ մեր ռիսկերը այս փուլում են, որտեղ ամբողջական գաղտնիության հանրային վերահսկողության բացակայության պայմաններում է հանձնաժողովը գործում, լսումները փակ են, նիստերը փակ են, որոշումները հրապարակային չեն եւ ըստ էության որևէ ինֆորմացիա հասարակություն եւ հանրային վերահսկողություն չունի այս փուլի նկատմամբ։ Հնարավորություն կա այդ փուլի նկատմամբ որոշակի բարեփոխումներ իրականացնել ըստ հնչեցված կարծիքների։ Հնարավոր է նախագծում ընդգրկել այդ փոփոխությունները, որպեսզի ավելի հրապարակային եւ ավելի թափանցիկ լինեն։ Եթե կարելի մինչև պատասխան ես ուղղակի նաև այդ մասով մենք հատուկ առաջարկ ունենք մեր կարծիքում մասնավորապես վերաբերում է հրապարակայնությանը բարձրացման նողված կարգավորումներին եւ այստեղ այո մենք նշել ենք որ առաջընթաց է տվյալ զեկույցի սահմանումը, բայց ճիշտ կլինի որ որոշումները ինքնին առանց նույնականացնելու տվյալ դատավորի գործի մասնակցող անձի գործի հետ կապված տվյալները դրանք ըստ էության կարեւոր չեն։ Կարեւոր է հասարակության համար ուղղակի տեսնել որ փաստակազմերի դեպքում ինչպիսի մոտեցում, ինչպիսի դիրքորոշում ու մեկնաբանություն է տրվում հանձնաժողովի կողմից եւ սրանով նաեւ հանձնաժողովին ինչ որ առումով կաշկանդել նույն կերպ գործելու նմանատիպ բոլոր իրավիճակներով անկախ նրանից թե որ դատավորի հետ կապված հարցն է քննվում։ Այսինքն որոշումների հրապարակում, բոլոր որոշումների բարույթը չհարուցելու եւ կարճելու որոշումների հրապարակում։ Ո՞րն է պատճառը, որ չի հրապարակվում, հա, խնդրեմ։ Հատկապես երբ այսպես պրակտիկայից բխում է, որ ռիսկեր են տեսնում գաղտնիության։ Այնպես չի, որ չի հրապարակվում, ներկայումս նույնպես տվյալները ես որ նշեցի, առանձին ինչ չեն հատկացվել, այլ ես ուղղակի քորտեմ կայքից օգտվել եմ համապատասխան հանձնաժողովի տարեկան հաշվետվության արդյունքներից, այսինքն հրապարակվում է, բայց ինչ ենք մենք անում։ Մենք հաշվետվություն հրապարակելու պարտավորությունը, այսպես կոչված, բերում ենք օրենսդրական մակարդակ, օրենքով հստակ ամրագրում ենք այդպիսի պարտավորություն, որ պետք է տարեկան հաշվետվություններ եւ զեկույցներ ամփոփվեն, միևնույն ժամանակ սահմանում ենք չափանիշները, թե ինչպիսի տվյալներ դրանք պետք է պարունակեն։ Այստեղ բնականաբար կարծում եմ մի քիչ խնդրահարույց է, երբ որ խոսքը գնում է այս պարագայում անհատականացված թե ոչ անձնավորված, սակայն տվյալներ հրապարակելու մասին, այսինքն որոշումներ, պատճառաբանական մասեր եւ այլն լիարժեք, որովհետեւ սա իրականում կարող է բավականին մեծ ռիսկեր պարունակել ողջ դատական իշխանության հեղինակության տեսանկյունից, այսինքն այստեղ պետք է փորձենք այնպես բալանսավորել, որ մի կողմից չտուժի դատական իշխանության հեղինակությունը, սակայն մյուս կողմից նաև բավարար չափով տեղեկատվություն հաղորդվի հանրությանը, որը բնականաբար ոչ պակաս կարևոր է։ Այս պարագայում օրինակ ես կարող եմ քննարկել, թե ինչպես մենք կարող ենք ավելի լավարկել այն զեկույցները, որի մասին որ խոսքը գնում է, որպեսզի առանց որոշումների հրապարակման թե ապանձնավորված, սակայն ավելի մանրամասն տվյալներ ներկայացվեն։ Սա կարծում եմ այն այսպես կոչված կոնսենսուսային լուծումը կարող է լինել, որը որ հնարավորություն կտա բալանսավորել երկու կողմերի հնարավոր շահերը։ Եվ նաև փորձելով, քանի որ երկրորդ հատվածի մասին նույնպես խոսք եղավ ներգրավվածության մասով ոչ դատավոր անդամների եւ որոշումների քվորումն ապահովելու կամ ձայների քանակը ապահովելու մասով, այստեղ տեսեք
նաև հաշվի առնելով նախկինում բերված արգումենտներս մի հնարավոր իրավիճակ էլ պատկերացրեցի, իսկ ինչ կլինի, եթե հակառակ իրավիճակ կլինի, այսինքն դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը լինի քաղաքացիական հասարակության կողմից, այս ոչ թե դատական համակարգի կողմից որպես կորպորատիվիզմի դրսևորում, այլ օրինակ քաղաքացիական ներկայացուցիչները տեսնում են, որ այդտեղ հստակ պետք չի ինչ-որ գործողություն նախաձեռնել, բայց չգիտես ինչու դատավոր անդամներն են նախաձեռնում նման գործողություն, այս մեխանիզմը, որ մենք դրել ենք, կարծում ենք հաշվի առնելով այդ ձայների հարաբերակցության ապահովումը հնարավորություն կտա, որպեսզի օրինակ այդ բaragայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ էական ազդեցություն ունենան այդ ամբողջի վրա։ Ու միևնույն ժամանակ այստեղ կա որոշակի հրապարակային, այսպես կոչված watchdog ճնշման մեխանիզմ այնուամենայնիվ, որը հոգեբանական մակարդակում է գործում, որովհետև եթե մենք ունենք 6 դատավոր անդամ եւ 5 ոչ դատավոր անդամ եւ արդեն միջնորդություն հարուցելու հարցի քննության փուլում բավականին լուրջ արգումենտներ են բերվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, սա բնականաբար իր ազդեցությունը ունենալու է դատավոր անդամների գիտակցության վրա եւս եւ առավել բալանսավորված որոշումներ են կայացվելու երկուստեք։ Սա կարծում եմ բավականին ավելի դրական մեխանիզմ կարող է լինել, որպեսզի երկու պարագայում էլ ապահովի ոչ միակողմ որոշումների ընդունումը, ու միևնույն ժամանակ նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ քանի որ երկու փուլ է, բավականին նորմալ կարող է լինել, որ օրինակ հարուցման փուլում մի կարծիք եմ ունենում ես, ենթադրենք տեսականորեն մի կարծիք եմ ունենում ես որպես մարդ, որպես անձնավորություն, ով նաև անդամ է այդ հանձնաժողովում, եւ գործի ավելի մանրամասն քննության փուլում իմ այդ կարծիքը փոխվում է, կամ ես իմ դիրքորոշմամբ փոխում եմ մեկ այլ անդամի կարծիքը։ Այսպես ես դեռևս օրինակ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մենք կարողանանք այս ավելի ներգրավվածությունը եւ բալանսը ապահովել երկու կողմերի միջեւ նման կառուցակարգով, ոչ թե նժարը մեկի կամ մյուսի կողմը ավելի շատ թեքել։ Խնդրեմ, եթե կա լրացում, Մեզ շեմի մասով, եթե թույլ տաք մեկ պարոն Ղարիբյանի ասած արգումենտի տեսքով հակադարձեմ, տեսեք շեմի մասով ինչ կուզեի նշել, երբ որ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը տարիներ շարունակ նշում է, որ պետք է արտադրության նախարարությունը հրաժարվի քաղաքապահական վարույթներ հարուցելու իրավասությունից, արտադրության նախարարության հիմնական հիմնավորումներից մեկը նա է լինում, որ արտադրության նախարարությունը ամեն դեպքում ուղարկում է բարձրագույն դատական խորհրդին, հիմնական որոշում կայացնող է բարձրագույն դատական խորհուրդն է, այստեղ որպես այդպեսին մեզ իշխանության մյուս ճյուղի նկատմամբ մյուս ճյուղի կողմից միջամտության խնդիր մեծ չի եւ կարելի ասել չկա։ Այս պայմանները մենք ինչ ենք պնդում, որ շեմի իջեցնելը որպես այդպեսին խնդիր չի կարող լինել, որովհետև նորից այս դեպքում էլ կարող ենք նույն արգումենտը բերել, որ երբ որ շեմը նույնիսկ իջեցնում ենք եւ ցածր շեմով ամեն դեպքում ինչ որ առումով քաղաքապահական անձնաժողովի կողմից ֆիլտրվում է եւ այդ ֆիլտրված տարբերակով ուղարկում է բարձրագույն դատական խորհրդին, այնպես չի որ քաղաքապահական անձնաժողովն է որոշում կայացնողը։ Այսինքն այս դեպքում դատավորի նկատմամբ այդ երաշխիքը որ դատավորը ամեն դեպքում պաշտպանված է իշխանության ճյուղերին, այսպես ասած միջամտությունից հավելյալ իր գործունեությունից, ամեն դեպքում պահպանվում է, որովհետև վերջնական որոշում կայացնողը բարձրագույն դատական խորհուրդն է, ով որ արդեն ընդհանուր քննում է գործը, ամբողջական բազմակողմանի քննության արդյունքում կայացնում է որոշումները։ Դրա համար այս իմ կարծիքով այստեղ որևէ կերպով խնդիր չի կարող լինել, եթե շեմի իջեցվում է ու ամեն դեպքում պահպանվում է այդ երաշխիքները դատավորի կողմից։ Իսկ թափանցիկության մասով էլ որոշումների հրապարակման մասով էլ ուզում եմ հավելել, որ ամեն դեպքում ինչքան էլ դատական իշխանության հեղինակությունը կարևորում ենք, ամեն դեպքում պետք է հիշել, որ դատավորը ինքը հանրային ծառայող է, ինչ որ հանրային ծառայող է, պետք է թափանցիկության շրջանակում գործի, դատական իշխանության հեղինակության համար շատ կարևոր է, որպեսզի հանրությունը իմանա դատական իշխանությունը իր ներսում ինչպես է գնահատում իր մոտ առկա խնդիրները, այսինքն յուրաքանչյուր որոշումների հրապարակայնությանը պնդելու հիմնական արգումենտներից մեկը դա որովհետև չի կարող հանրությունը իմանալ ինչ կա, ինչպես է գործում դատական իշխանությունը, ինչպես է իր ներսում առնվազն, այսպես ասած ինքնամաքրման գործընթացը իրականացնում, եթե այդ որոշումները տեսնում է օրինակ տարեկան զեկույցի տեսքով։ Եվ դա միայն բավարար չէ, ընդհանուր վերահսկողություն։ Այո, ամեն դեպքում պետք է որոշումները հնարավորինս հանրությանը հասանելի լինեն։ Եթե իհարկե չկա այնտեղ դատավարական նորմերով որոշակի դրամփակության ռեժիմով քննված գործեր, ամեն դեպքում պետք է դատական իշխանության եւ առանձին դատավորի գործունեությունը լինի հանրության ուշադրության կենտրոնում։
Շատ լավ, եթե նաև անդրադառնանք, եթե կա, իհարկե, Կարճուղակի ես լրացում անեմ։ Տեսեք, ես նաև կցանկանայի նշել այս քվորումի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի կարծիքներից մեկը Մոլդովայի օրենսդրության վերաբերյալ, որտեղ համանման հանձնաժողով, հա, էթիկայի կարգապական հարցերի հանձնաժողովի մեր այլընտրանք հանձնաժողովը տվյալ օրենսդրությամբ ուներ 3 անդամ եւ այդ նախագծով առաջարկում էր առնվազն 1 անդամի ձայնը, որպեսզի բավարար լինի կարգապական վարույթի հարուցման համար 3 անդամից 1 ձայնը եւ Վենետիկի հանձնաժողովը ընդունելի էր համարել այդ մոդելը արձանագրվել է որ թեև դա սովորական մոդել չէ բայց ընդունելի է այսինքն հոգուտ կահավարկածը հոգուտ թույլատրելիությանը եւ հետո երբ որ մենք նաեւ նախագիծ ուսումնասիրեցինք տեսենք որ իրականում այս թույլատրելիության որոշումը հենց անմիջապես հանգեցնում է այդ կարգապական խորհրդում գործի ըստ էության քննության այսինքն սա այնտեղ կարգապական վարույթի հարուցումից այլևս կարճման ընթացակարգ սահմանված չի հարուցումը նշանակում է արդեն քննության հնարավորության ստեղծում համապատասխան մարմնուն, որը մեր պարագայում բարձրագույն դատական խորհուրդն է, հա, այս առումով ուզում եմ ասեմ, մենք նաև ունենք միջազգային չափանիշ, մեր այսպես առաջարկությունը նաև որոշակիորեն հիմքեր ունի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներում եւ եւս մեկ դիտարկում կապված արտադարձության նախարարության ներկայացուցչի այն բաստարկի հետ, որ այն պարագայում, եթե ընդհակառակը դատավորները ցանկանում են որոշում կայացնել բարձրագույն դատական խորհրդի դիմելու մասին մեկ ուրեմն անձի նկատմամբ, որի հետ կապված անհամաձայնություն կա քաղաքացիական հասարակության անդամների կողմից, այս դեպքում փաստորեն հաշվառելով այս քվորումը, որ նախատեսված է, որ 6 անդամի ձայն է անհրաժեշտ ԲԴԽ դիմելու համար, միևնույն է, այո, այստեղ թե այն դեպքում, թե այս դեպքում քաղաքացիական հասարակության անդամները չեն կարողանա որևէ ձև ազդելու այս որոշման կայացման։ Եթե դատավորները այո որոշեցին, որ պետք է ասենք անհիմն ինչ որ առումով ներկայացնել միջնորդություն բարձրակային դատական խորհուրդ եւ ոչ դատավոր անդամները համաձայն չեն այդ որոշմանը, միևնույն է իրենք կարողանալու են այդ որոշումը կայացնել։ Որևէ ազդեցություն չեն կարող եւ հակառակը, եթե որոշեն կարճել, ելի իրենք հնարավորություն են 6 անդամի ձայնով կարճել առանց որևէ մասնակցության քաղաքացիական հասարակության անդամներ։ Այսինքն այս պարագայում շատ հեշտ է 4 անդամի ձայնը թե շատ ողջունելի է, բայց շատ հեշտ հնարավորություն կա սա շրջանցելու ուղղակի այդ վարույթը կարճելու միջոցով։ Այս պարագայում ավելի շատ ձևական բնույթ է ձեր կարծիքով։ Ձևական չի ասի, ես չեմ կարծում, որ այստեղ ձևական եթե ազդեցություն չի ունենալու այդ առումով կարծում եմ չկա, բայց ուղղակի փաստացի պետք է հաշվի առնենք, որ կա հնարավորություն շատ այսպես արդյունավետ ձևով շրջանցելու տվյալ կարգավորումը եւ ուղղակի 4 ձայնով ամեն վարույթը կարող է հարուցվել, այնուհետև 6 ձայնով դատավորների կարճվել եւ այդպես էլ չհասնել բարձրագույն դատական խորհուրդ։ Կա արձագանք։ Փորձեմ շատ կարճ արձագանքել, սկսեմ պարոն Բուլղադարյանի նշածից զեկույցների հրապարակման մասով, կրկնում եմ, այստեղ այն մասով պայմանավորված, որ մենք կարող ենք ավելի խիստ չափանիշներ զեկույցների համար մտածել եւ դրանով խնդիրը փորձել լուծել, թվում է ավելի նպատակարար մոտեցում այնքանով որքանով երբ որ մենք խոսքը տանում ենք որոշումների հրապարակման մասին, այնտեղ կասկածից դուրս է, որ շատ մանրամասն հանգամանքներ կարող են քննարկվել եւ այստեղ համակարգը ու համակարգի նկատմամբ հանրային հետաքրքրվածությունը այնքան նուրբ են, որ ընդհանուր մեկ գործով կարող է ամբողջ համակարգի մասին պատկերացում ձևավորվել հանրության մոտ։ Դրանով պայմանավորված պետք է շատ զգուշ գործել, որպեսզի մեկ գործով մենք ամբողջ համակարգի հեղինակությունը կասկածի տակ չդնենք, իսկ զեկույցների հրապարակմամբ, եթե ճիշտ չափանիշներ դրվեն այդ զեկույցների մեջ պարունակվող տվյալների մասով, մենք կկարողանանք բալանսավորել, որպեսզի եւ բավարար չափով տեղեկատվություն հաղորդվի հանրությանը եւ միևնույն ժամանակ դա մեծ վտանգ չպատճառի դատական համակարգի հեղինակության։ Այս մասով կարծում եմ նաեւ ավելի աշխատանքային միջավայրում քննարկումների միջոցով մենք կարող ենք դուրս բերել այնպիսի չափանիշներ, որոնք որ այս զեկույցները ավելի ընդգրկուն կդարձնեն բովանդակության տեսանկյունից եւ անդրադառնալով նաեւ Տիկին Պետրոսյանի նշած հանգամանքին հեշտության հետ կապված նման շեմ ունենալու դեպքում ձայների ամեն դեպքում կարծում եմ այնքան հեշտ չի լինի, ինչքան երբ որ մենք ունենք ընդհանուր թվի անդամների մեծամասնության շեմ, այսինքն եթե այն դեպքում 4 դատավոր անդամի ձայնը բավարար կլինի որևէ բան նախաձեռնելու համար, խոսքս միջնորդություն ներկայացնելու մասին է, այս դեպքում պետք է առնվազն ամբողջ հանձնաժողովի 6 անդամ գոնե դրան կողմ քվեարկած լինի, այսինքն կան բոլոր 6 դատավոր անդամները, ինչը կրկին պրակտիկորեն չեմ կարծում, որ բավականին հավանական բան է, որպեսզի բոլորը միակարծիք լինեն, եթե բավականին լուրջ ընդդիմություն կա մյուս կողմից, եւ նաեւ
հնարավոր դեպքեր, որ օրինակ նիստը բոլոր անդամներով չանցկացվի, օրինակ լինեն 5 դատավոր, 5 ոչ դատավոր անդամներ եւ այլն, նման իրավիճակներում այո, իհարկե հնարավորությունը կլինի դա մաթեմատիկորեն շղթել անհնար է 6-ը 5-ի դիմաց միշտ 6-ը ավելի շատ կլինի, բայց թե պրակտիկորեն թե տեսականորեն ավելի դժվար կլինի, քան եթե մենք թույլ տանք, որ նույնը իրականացվի 4 անդամի ձայներով ընդհանրապես։ Դուք բացառիկ դեպքերի մասն եք խոսում, թե ոչ թե բացառիկ, այլ հնարավոր։ Շատ լավ, պարոն Բուլղադարյան, նոր հանգամանքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների վերանայման առնչվող կարգավորումների թերությունները որոնք են եւ ինչ առաջարկներ կան այս առումով խնդրեմ։ Ընդհանրապես դատավորների կարգապահական վարույթների բողոքարկումը ինքն իրենով բավականին մեծ բանի շատ խնդիրներ կան եւ բազմաչարչար, այսպես ասած, հարցը ներառված է նաեւ դատա իրավական բարեփոխումների պետության կառավարության կողմից ընդունված ռազմավարության մեջ հարցը բազմաթիվ անգամ նաեւ միջազգային կառույցների կողմից էլ է մատնանշվել ամեն դեպքում այս նախագծի շրջանակում մեր կողմից մեկ դիտարկում է արվել էսպայի դրությամբ միայն նոր հանգամանքով բողոքարկման մասով էսպային այսպես ասած կարճ նախապատմությունը իրավական ներկայացնեմ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածում նշված է որ դատավորի կողմից իր նկատմամբ կիրառված կարգապահական վարույթի բողոքարկման հիմք կարող է հանդիսանալ նոր հանգամանքով բողոքարկման հիմք կարող է հանդիսանալ եթե վարչական դատանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտը կընդունվի հրապարակման պահից ուժը կորսած է ճանաչել Այստեղ վարչական դատավարության օրենսգրքին պետք է հողում տանք վարչական դատավարության օրենսգիրքը նորմատիվ իրավական ակտերի վերացման մասով տալիս է երկու ռեժիմ մեկը երբ որ դատանի կողմից նորմատիվ իրավական ակտը վերացվում ուժը կորսած է ճանաչվում որոշումը վարչական դատանի որոշումը հրապարակելու պահից մյուս ռեժիմը երբ որ վարչական դատանը նորմատիվ իրավական ակտը ուժը կորսած է ճանաչում նորմատիվ իրավական ակտը ընդունելու պահից Այս դեպքում երբ որ դատական օրենսգիրքը տալիս է այս կարգավորում, այսինքն դատավորը կարող է բողոքարկել նոր հանգամանքով միայն այն դեպքում, երբ որ վարչական դատանի կողմից նորմատիվ իրավական ակտը ուժը կորցած է ճանաչել դատական ակտը ընդունելու պահից Այս դեպքում, այսպես ասած, քողը ստեղծում որ դատավորին այդ հնարավորություն տրված է, բայց իրականում պրակտիկան մողի վրա դատավորը դա չի կարողանում անել, որովհետև ժամանակագրական առումով այս նորմատիվ իրավական ակտը կիրառվել է ավելի վաղ Այսինքն եթե ընդունման պահից դատակը օրենքը չի տալիս դատական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս այդ ակտը նոր հանգամանք որպես կիրառել նաև օրև ակտի ընդունման պահից այս դեպքում դատավորը փաստացի չի կարողանա նոր հանգամանքով սա որպես նոր հանգամանք սա կիրառել իր բողոքարկման հիմքը ներկայացնել Սա հաշվի առնվել է Ղարաբյան պրակտիկայում հանդիպող այս խնդիրը Շնորհակալություն իրականում պրակտիկայում նման խնդրի մասին չեմ լսել, բայց իրավական առումով բավականին հետաքրքիր հարցադրում է պարոն Բուլղադարյանը բարձրացնում Այսինքն մենք իմ լատիներեն սիրած տերմինների հետ գործ ունենք այստեղ X-նունց եւ X-նունց դատական ակտերի հետ վարչական դատավարության շրջանակում կայացվող մի դեպքում ակտը ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ դրանով պայմանավորված կարող է դիտարկվել որպես նոր հանգամանք Մյուս դեպքում հրապարակման պահից ակտը ուժի մեջ մտնում եւ դրանով պայմանավորված փաստացի, այսինքն ինչպես պարոն Բուլղադարյանը նշեց, կարող է չդիտարկվել որպես նոր հանգամանքով Բարսեղի դատական խորհրդի որոշումը վերանայելու հանգամանք, բայց մի փոքր փորձեմ վարչական դատավարության շրջանակում հարցին անդրադառնալ, կարծում եմ սա որոշակի այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ինչ դրամաբանությամբ է վարչական դատանը այս ակտերը կայացնում եւ ինչ հանգամանքով պայմանավորված է դա ուժի մեջ մտնում կայացման պահից եւ ուժի մեջ մտնում հրապարակման պահից այնքանով որքանով որ դատարանը գտնում է որ այնպիսի հարաբերություններ չեն խախտվում դրա արդյունքում որ դրանից հետո սկսի ուժի մեջ մտնել հետադարձույց չի տալիս այսինքն ակտին եւ այնպիսի հանգամանքներ որ կարծում է այնպիսի հետևանքներ կարող է առաջացնել ավելի վաղ ուժի մեջ չտալը դրան որ ասում է չէ կայացման պահից պետք է ակտը ուժի մեջ մտնի այ եթե մենք այս պրիզմայով ենք հարցադրմանը նայում այսինքն հարցի լուծումը գնում է վարչական դատանի տիրույթ որպես ինքը գնահատի ընդ որում կոլեգիալ կազմով գնահատի վարչական դատանը եւ ասի արդյոք եթե ես ուժը հետադարձույց չտամ այս ակտին բավականին անդառնալի հետևանքներ կառաջանան հանրության շրջանակում կամ իրավական ակտի հասցեատեր սուբյեկտների շրջանակում թե ոչ մենք չենք խախտի այս հարաբերությունների էությունը նման փոփոխություն կատարելով Ես եթե կարելի է կարճ արձագանքեմ
Այո, համաձայն եմ, որ տարբերությունը այս երկու ընթացակարգերի նրա մեջ է, թե արդյոք դրա ուժի մեջ մտնելու պահից անբավետ չճանաչումը չի հանգեցնի հանրության եւ պետության համար ծանր հետևանքներ, սա է այդ չափանիշը, որ դրված է։ Բայց այստեղ խոսքը գնում է այն մասին, որ վարչական դատանը գնահատում է, թե արդյոք մյուս բոլոր անձին, որոնց նկատմամբ տվյալ նորմատիվ ակտը կիրառվել է, հետադարձությամբ չպետք է ունենան հնարավորություն վերանալու իրենց նկատմամբ կայացված դատական ակտերը, թե ոչ, հաշվի առնելով, որ ըստ էության այս ոչ իրավաչափ ակտի ընդունումը հանրության եւ պետության համար առաջացրել է ծանր հետևանքներ։ Բայց այստեղ մենք խոսում ենք այն մասին, եւ որ տվյալ սուբյեկտը իր անձնական սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան եւ վիճարկում է այն նորմատիվ ակտը, որը կիրառվել է իր նկատմամբ։ Եվ այս ամբողջ նպատակը գործընթացի նախաձեռնման սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն է։ Այսինքն եւ սա նաեւ նախապայման է հանդիսանում վարչական դատան դիմելու համար։ Դու պետք է կամ ապացուցես, որ կիրառվել է քո նկատմամբ ակտը նորմատիվ, կամ կիրառման վտանգ։ Այսինքն շահագրգռվածության հստակ նախապայման կա, որը դու հաղթահարում ես, դիմում ես, անվավեր ճանաչում տվյալ նորմատիվ ակտը դատական ակտի կայացման պահից, հա, ոչ թե ուժի մեջ մտնելու պահից, այսինքն օրինակ տվյալ դեպքում դատանը գտնում է, որ հանրության եւ պետության համար ծանր հետևանք չի առաջացրել եւ այդ պահից սկսած է անվավեր, բայց ինձ որպես դիմող անձ, որպես սուբյեկտ, որը վարչական դատարան է դիմել իր սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակով եւ հենց վարչական դատարանը ստուգել է ի սկզբանե այն նախապայմանը, թե ես ինչ շահագրգռվածություն ունեմ տվյալ դատական գործընթացը սկսելու համար, հա։ Ես ստացվում է, որ որևէ իրավական պաշտպանություն արդյունավետ այս դեպքում չեմ ունենում։ Ես ստանում եմ ակտ դատական, ըստ որի անվավեր է ճանաչում նորմատիվ ակտը, որը արդեն իմ նկատմամբ կիրառվել է, բայց իմ նկատմամբ այդ կիրառված նորմատիվ ակտով դատական ակտը կամ բարձրագույն դատական խորհրդի որոշումը այլևս չեմ կարողանում վիճարկել եւ բողոքարկել եւ ասեմ նաեւ որ կա Ռուսաստանի Դաշնության Համերական դատարանի որոշում հենց նմանատիպ ուրեմն մեկնաբանության եւ օրենսդրության նկատմամբ որտեղ հստակ արձանագրվել է, որ բոլոր դեպքերում դիմող անձի համար, անկախ նրանից, թե ընդունման պահից կճանաչվի անբավեր նորմատիվ ակտը, թե դատական ակտի պահից, պետք է հանգեցնի հստակ իրավական հետևանքի, ինքը պետք է կարողանա օգտվել այդ ակտից եւ հասնել իր իրավունքի վերականգնմանը։ Հակառակ դեպքում այս process-ը իր համար դառնում է առարկայազուրկ եւ ինքը զրկվում է իրավական պաշտպանության միջոցի իրավունքից։ Այսինքն առնվազն տվյալ դեպքում դիմող դատավորի համար նորմատիվ ակտի անվավեր ճանաչումը անկախ նրանից որ պահից է ճանաչվել պետք է հիմք հանդիսանա նոր հանգամանքով ՄԴԽ որոշումը վերանայելու համար։ Շատ լավ, եթե ամփոփ ենք, հա, քննարկումը, կխնդրեմ ներկայացնեք այս պահին նախագծի մշակումը ինչ փուլում է եւ այն կարծիքները, այդ կարծիքներում նաեւ ներառված բոլոր ռիսկերը, հա, որքանով է հնարավոր, որ ընդգրկվեն փոփոխություն վերջնական տեսքում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախագիծը ներկայումս գտնվում է արդեն կարծիքների ամփոփման փուլում, այսինքն մենք գործընկեր կազմակերպություններից եւ նաեւ պետական մարմիններից ստացել ենք բավականաչափ կարծիքներ, որոնք ներկայումս ամփոփման ավարտական փուլում են գտնվում եւ շատ շուտով մենք արդեն պատրաստ կլինենք նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար, բայց այն հարցին թե արդյոք կարծիքներից որքանը կիրարկվեն նախագծի շրջանում որքան ոչ ցավոք չեմ կարող այս փուլում պատասխանել, որովհետև դեռևս այդ ամբողջ փաթեթը կարծիքների ամփոփված չէ։ Ամեն դեպքում մի բան որ կարող եմ ձեզ հստակ վստահեցնել, դա այն է, որ որևէ կարծիք առանց քննարկման չի մնում եւ բոլոր կարծիքները նաեւ շնորհակալություն այսպիսի ձևաչափերով մենք հնարավորություն ենք ունենում քննարկել եւ ավելի մանրամասն դրանց ձևությունը հասկանալ։ Իհարկե ողջունելի կլինի, եթե քննարկումների արդյունքներն էլ ներգրավեն։ Տիկին Պետրոսյան, որպես ամփոփում, եթե կարծիքների այն ռիսկերը, որոնց անդրադարձակ, հա, եթե դրանք չներառվեն, ինչ տեսք կունենա այս նախագիծը, ինչ պրակտիկայի կհանգեցնի, որքանով կապահովի կարգապահական գործընթացի, որպեսզի այդ փոփոխությունները չհանգեցնեն անհարկի, օրինակ քաղաքական միջամտության կամ չխաթարեն դատական անկախությունը, խնդրեմ։ Շնորհակալություն, ասեմ, որ բոլոր այս դիտարկումները, որը ներկայացրել ենք, բոլորը անխտիր մեզ համար ունեն առանցքային նշանակություն, սկզբունքային են մեզ համար։ Այս բոլոր առաջարկների ընդունումը հաշվի առնելով, որ իմ կարծիքով թե նախարարությունը, թե քաղաքացիական հասարակությունը այստեղ նույն նպատակն է հետապնդում հասնել
մի կողմից դատական իշխանության անկախության ապահովմանը, մյուս կողմից հավասարակշռման անկախություն, նաև հանրային շահի պաշտպանության հետ, հանրային վերահսկողության, հանրային հաշվետվողականության բալանսավորված երաշխիքների ապահովման միջոցով։ Մեր գնահատմամբ առանց այս երաշխիքների լիարժեք սահմանման եւ անընդհատ այս կարգավորները շրջանցելու հնարավորություններ պահպանելով մենք ունենալու ենք այն նույն ռիսկերը եւ այն հանրային ռեսուրսը եւ նաեւ պետական բյուջեի միջոցները, որոնք ծախսվում են այս ռեֆորմի իրականացմանը, արդյունավետ չեն լինելու։ Եվ եթե կարելի է ընդհանրապես մեկ դիտարկում, որ չհասցրեցինք խոսել, դա հանձնաժողովի ոչ դատավոր անդամների վարկագծի կանոններին առնչվող առաջարկն է, այստեղ մենք ունենք նոր հիմք ոչ դատավոր անդամների լիազորությունների դադարեցման, այն է վարկագծի կանոնների խախտումը ոչ դատավոր անդամի կողմից։ Սա եւս մենք տեսնում ենք բավականին ռիսկային այս կարգավորումը հաշվի առնելով, որ ըստ էության հստակեցված չեն այստեղ կանոնները, եթե ենթադրենք, որ դատավորի վարկագծի կանոններն են այստեղ գործում եւ ոչ դատավորի անդամ եթե խախտի այս կանոնը, ուղղակի կարող է իր լիազորությունները հանձնաժողովում դադարեցվի, բավականի խնդրահարույց է, որտեղ դատավորի վարկագծի կանոնները երբևէ չեն կարող նույնացվել ոչ դատավոր անդամի վարկագծի կանոններին, մասնավորապես այստեղ ոչ դատավորի անդամը հանդես է գալիս որպես հանրության ներկայացուցիչ, իր հենց նպատակը այնտեղ հանրային վերահսկողության իրականացումն է եւ կաշկանդել իր խոսքի ազատությունը օրինակ, կամ որևէ քննադատական խոսքը դատական իշխանության նկատմամբ այս վարկագծի կանոններով, նույն չափով, նույն ձևով ոնց որ կաշկանդված է դատավորը, ոչ իրավաչափ է եւ ոչ համաչափ է եւ կարող է ուղղակի հանգեցնել կամայական լիազորությունների դադարեցման տվյալ ոչ դատավոր անդամի համար, որը գործում է օբյեկտիվ, արդյունավետ, անկախ մասնագիտական հիմունքներով։ Սա կարծում եք բավական սահմանափակում է։ Այո, կարծում ենք, որ եւ ձեր առաջարկը ընդհանրապես չդիտարկել երկու հարց։ Կարող են լինեն վարկագծի կանոններ, սահմանված հստակ ոչ դատավորի անդամների համար, հաշվի առնելով այդ առանձնահատկությունները, բայց չեն կարող դրանք նույնացվել դատավորների վարկագծի կանոնների հետ։ Շնորհակալություն, պարոն Բուլղադյան, թե կալրացում խնդրեմ։ Ստեցին ինչպես Տիկին Պետրոսյանը նշեց, նախ այս մեր կողմից ուղարկված փաթեթը շատ կարևոր է մեզ համար, որովհետեւ ամեն դեպքում նախարարության կողմից ընդունվի, որովհետեւ գոնե այս ծավալով կարծում ենք, որ դատական համակարգը, այսպես դատական իշխանությունը գոնե այս ծավալով խնդիրները կլուծվեն, առնվազն կարգապահական վարույթների մասով, որովհետեւ ինչպես նշեցի, իրականում կոնցեպտուալ բազմաթիվ խնդիրներ դեռևս շարունակում են չլուծված մնալ, այդ թվում կարգապահական վարույթների բողոքարկման մասով, այսպես դեռևս այդ բողոքարկման ընթացակարգը դեռևս չի ստեղծվել, մեր մոտ 1.5 տարի է բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ հոսքրեմի օրենքով փոփոխություն արվել, որ դատավորը կարող է կարգապահական վարույթներով կայացված որոշումը բողոքարկել եւ դա պետք է բարձրագույն դատական խորհրդի կողմից հանձնաժողովներ ստեղծվեն, բայց 1.5 տարի այդ հանձնաժողովները ստեղծված չեն, ու այս խնդիրը դեռևս շարունակում է պահպանված մնալ։ Ամեն դեպքում այս բային ու եղած կարգավորումների շրջանակում գտնում ենք, որ այս կարգավորումները այս մեր ուղարկված նախագիծը նախարարության կողմից ընդունել է առնվազն այն մինիմալն է, որը կարող է գոնե մեղմել եւ գոնե մի փոքր ավելի բարձրացնել այն վստահությունը, որը կա, ինչպես նաեւ ավելացնել թափանցիկությունը համակարգի ինչպես ներգրավվածությունը ու հուսանք քննարկումները կշարունակվեն ու փոփոխությունները հետագայում կշարունակվեն, մինչև քննարկում պարոն Ղարիբյանի հետ երբ որ տենց այսպես ասած այս արտը եթերից դուրս քննարկում ենք, պարոն Ղարիբյանն ինքն էլ նշեց, որ այսինքն իրենց կողմից էլ են կարծիքը կա, որ դատական համակարգն է, որտեղ որ փոփոխությունները տեղի են ունենում, այսպես ասած լայվ ռեժիմով։ Իսկ անընդհատ փոփոխությունները պետք է իրականացվեն, փոփոխությունները պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահվեն, հասկանան ինչ արդյունքներ են տալիս եւ անընդհատ պետք է պետությունը իր կողմից գործողություն իրականացնի համակարգը բարելավելու համար, իսկ քաղաքացիական հասարակության դերն էլ այն է, որպես ես փոփոխությունները հնարավորինս պետությանը աջակցի, որովհետեւ մեծ հաշվով բոլորիս նպատակն էլ նույնն է, ունենալ այնպիսի համակարգ, որը բոլոր շերտերի հասարակության բոլոր շերտերի մոտ վստահություն կլինի եւ անձի համար դատարան դիմելը չի լինի, այսպես ասած, մեծ ինչ-որ բարդ գործընթաց կամ ինչ-որ վստահ կամ դա անձը երբ որ դիմի դատան իմանա, որ իր խնդիրները լուծող այն մարմինը, որը որ այն մարդը, որը որ այնտեղ նստած է, իր խնդիրը լուծող միակ մարդն է։
Շնորհակալ եմ, հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ, էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը դատաիրավական բարեփոխումներում թեմայով։ Մեր բանախոսներն էին Դավիթ Ղարիբյանը, Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն, Գենիա Պետրոսյանը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն եւ Միհրան Բուլղադարյանը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան։ Շնորհակալ եմ, հաջողություն։